Հարգելի ներկաներ, հարգելի խոսնակներ, ողջունում եմ բոլորիդ։ Այս միջոցառումը ըստիս ունի առանցքային նշանակություն մեր բոլորի համար, հատկապես մեր այս տուրբուլենտ եւ անորոշ քաղաքական իրականությունում։ Այն աշխարհը, որում մենք ըստ էության ապրել ենք մինչև վերջերս, մինչև 20 թվական կամ միգուցե մինչև 2015 թվական այլևս չկա։ Այն մեթոդները, այն կարգերը, նույնիսկ այն միջազգային իրավական նորմերը եւ ամենակարևորը այն պատկերացումները, որոնք մենք ունեինք աշխարհի եւ ընդհանրապես գործընթացների վերաբերյալ, այսօր որպես այդպեսին այլևս չկան։ Եվ եթե մեկ նախադասությամբ բնութագրենք, ապա կարելի է ասել, որ հինը այլևս չկա, իսկ նորը դեռևս չի ձևավորվել։ Սակայն այս ամեն ինչի հիմքում կա շատ կարևոր մի ոչ թե խնդիր, այլ հիմնախնդիր։ Այդ կարևոր հիմնախնդիրը կամ նույնիսկ պրոբլեմ, եթե կարելի է այսպես ասել, դա կոգնիտիվ ճգնաժամն է, ճանաչողության ճգնաժամը։ Մենք ոչ միայն չենք ճանաչում այլևս աշխարհը, չենք ճանաչում այնտեղ ընթացող խաղի կանոնները, չենք ճանաչում մեր հազարամյա բարեկամներին, հարևանին, եւ ամենակարևորը չենք պատկերացնում մեր տեղն ու դերը, չունենալով նույնիսկ պատկերացում ինքներս մեր մասին։ Ես այսօր կխոսեմ աշխարհակարգի մասին, քանի որ աշխարհակարգը ունի գլոբալ երկու հիմնասյուն, մեկը գաղափարական, մեկը նորմատիվային։ Ես այսօր շատ հակիրճ, քանի որ նաև ժամանակը թույլ չի տա, ես շատ հակիրճ կանադառնամ աշխարհակարգի գաղափարական հիմնասյունին։ Երբ վերջին ժամանակներում համոզված եմ, բոլորդ լսած կլինեք, որ մենք միշտ շատ ենք խոսում դրա մասին, որ աշխարհակարգը փոխվում է։ Ես որպես այդպեսին այդքան էլ համաձայն չեմ այդ եզրույթի հետ, որ աշխարհակարգ է փոխվում։ Հակառակը, աշխարհակարգը ամրապնդվում է։ Քանի որ այն սուբյեկտները, այն հարաբերությունների տրամաբանությունը, որը եղել է դեռ 1648 թվականին Վեստֆալյան աշխարհակարգի ձևավորման ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների սուբյեկտ էր ազգային պետությունը եւ նաեւ 1648 թվականը կարելի է համարել հենց ազգային պետությունների սկիզբը, որպես այդպեսին չի փոխվում։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ այս փոփոխությունների հետևանքով գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում եւ ազգի եւ հասարակության անվտանգության միակ երաշխավոր կա եւ կարող է լինել բացառապես ազգային պետությունը։ Եվ այս տեսանկյունից մենք գնում ենք ավելի շատ աշխարհակարգի ամրապնդմանը։ Մեկ այլ բան է միջազգային կարգը։ Միջազգային կարգը, որը ձևավորվեց 1991 կամ 1990 թվականից հետո, որի հիմքը լիբերալ ժողովրդավարությունն էր։ Եվ սա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ից հետո։ Ես ինչու չեմ ժամանակով ավելի հետ գնում, որովհետև ազգերի լիգան եւ նաեւ ՄԱԿ-ի ձևավորումը չի կարելի համարել միջազգային կարգի ձևավորման ժամանակաշրջան, որովհետև այդ ժամանակ կար որպես այդպիսին 3 աշխարհ։ Մեկը կապիտալիստական աշխարհն էր արևմտյան, որտեղ գործում էր ամբողջովին այլ կարգեր, մեկը սոցիալիստական աշխարհն էր, որտեղ գերակայում էր ԽՍՀՄ, որտեղ կային ամբողջությամբ այլ կարգեր, եւ կար որպես այդպիսին երրորդ աշխարհ հասկացությունը, որը մեր լեզվամտածողության մեջ հենց այդ ժամանակվանից է մտել, այսինքն այն մնացյալը, որը դուրս է կապիտալիստական եւ սոցիալիստական բևեռներից։ Իսկ միջազգային կարգը համարվում է, որ կա այն ժամանակ, երբ դրա շուրջ որպես այդպիսին կա կոնսենսուս եւ հիմնական դերակատարները ընդունում են այդ կարգը եւ շարժվում են այդ կարգի միջոցով։ Հետևաբար 1991 թվականից ձևավորվեց այդ միջազգային կարգը, որի հիմքը, ինչպես արդեն նշեցի,
լիբերալ ժողովրդավարություններ։ Եվ իդեպ այս կարգը ձևավորվում է որպես կանոն հաղթողի կողմից, իսկ մենք գիտենք այդ ժամանակ աշխարհը դարձավ միաբևեռ եւ բացարձակ հաղթողը Միացյալ Նահանգներն են։ Եվ հետեւաբար հաղթողը պետք է փորձի ամբողջ աշխարհը ձևափոխել կամ վերափոխել, դարձնելով իր կերպին համապատասխան։ Իդեպ մենք պատմության մեջ նաև ունեցել ենք սրան նախորդող մի ժամանակահատված, երբ կրկին այդպիսի նման մի իրավիճակ է եղել, երբ 1941 թվականին Բերլինում հունվար ամսին ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ աշխարհը այլևս պետք է ունենա նոր եվրոպական կարգ եւ ըստ նացիստական Գերմանիայի պետք է ոչ միայն ամբողջ Եվրոպան, այլ նաեւ ամբողջ աշխարհը գնան վերափոխման։ Այս միջազգային կարգը, որի մասին մենք խոսում ենք, համոզված եմ բոլորս գիտենք, որ այլևս չկա։ Սրա ավելի ակնառու բացակայության հետևանքները մենք տեսել ենք երկրորդ Արցախյան պատերազմում, Արցախի օկուպացիան, Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը, Սիրիայի վարչակարգի անկումը, ամբողջ աշխարհում տոտալ հումանիտար իրավունքի խորքային ճգնաժամը, որը այս պահին գրեթե անհաղթահարելի է թվում։ Եվ այսօր ըստ էության ձևավորվում է նոր միջազգային կարգ, եւ սա պայմանավորված է նրանով, որ այսօր որպես միակ բևեռ աշխարհում այլևս չի ընկալվում Միացյալ Նահանգները, անկախ նրանից, որ նա կարելի համարել այսօր աշխարհում ուժեղագույնը։ Նրան մարտահրավեր է նետել նաև Չինաստանը եւ նաև որոշ չափով Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ հետեւաբար յուրաքանչյուր գերտերություն փորձում է պահանջել իր դերը, նաև իր մասնակցությունը։ Եվ իդեպ նոր ժամանակներում այս միջազգային կարգի կերպափոխման մեջ էական նշանակություն ունի, որը աննախադեպ է նաև սիննական քաղաքակրթության, որի կրողը Չինաստանն է, սիննական քաղաքակրթության տրանսֆորմացիան։ Չինական քաղաքակրթությունը կամ սիննական քաղաքակրթությունը ավելի ճիշտ, որտեղ նա միայն Չինաստանը չի ներառում, երբեք չի եղել էքսպանսիոնիստական իր ձևի եւ բովանդակության մեջ, սակայն վերջին տարիներին դրա վառապացույցն է Կենտրոնական Ասիան, թե ինչ տեմպերով է Չինաստանը կարելի է ասել գրավում Կենտրոնական Ասիան եւ սկսած Կենտրոնական Ասիայից մինչեւ Գրենլանդիա, որտեղ նաեւ մասնագետները խոսում են սիննական քաղաքակրթության կերպափոխման մասին, որը այլևս միայն որպես այդպեսին պաշտպանողական չէ կամ հավակնություններից զերծ չէ։ Նա այսօր ունի լրջագույն հավակնություններ։ Հետևաբար այսօր միջազգային կարգը խորապես փոխվում է։ Հետևաբար շատ կարևոր է, որ նաև մեր պատկերացումները արմատապես մենք կարողանանք փոխել ոչ միայն աշխարհում տեղի ունեցող գործընթացների, այլ նաև դրա կանոնների հիման վրա։ Եվ այս ամենով, եթե մենք փորձենք շատ կարճ ամփոփել, կարող ենք փաստել, որ այսօր, ինչպես արդեն ասացի, հին այլևս չկա, բայց նորը դեռևս չի ձևավորվել։ Սակայն այն միջազգային կարգը, որ այսօր ձևավորման ընթացքում է, ես այս եզրույթը օգտագործում եմ խիստ գիտական, նեոգաղութականությունն է։ Եվ այսօր այլևս չկա, ինչպես ասացինք, միջազգային կարգ եւ փոխարենը ձևավորվում է սահմանափակ կարգ, անգլերեն ասված bounded order, որտեղ էական նշանակություն են ձեռք բերում տարածաշրջանը եւ տարածաշրջանային դերակատարները։ Այս առումով առանցքային է հայ-իրանական հարաբերությունները եւ նաեւ մեր այս միջոցառումը չափազանց կարեւոր է, որովհետեւ ցանկացած ռազմավարական գործընկերություն առաջին հերթին սկսում է մշակութային, գիտական եւ ընդհանրապես քաղաքակրթական պլաստերից։ Եվ եթե չկա ամուր հիմք քաղաքակրթական շփումներում, ապա որևէ համագործակցություն երկարատև լինել չի կարելի։ Եվ իդեպ, երբ խոսեցի 91 թվականից, մի բանի մասին մոռացա ասել, որ մենք այդ ժամանակ որպես պետություն գործեցինք շատ կարևոր սխալ, երբ տրվեցինք
գերակա մշակույթին անդամակցելու այդ գայթակղությանը։ Եվ մենք ամբողջ աշխարհի հետ դեռ 91 թվականից Հայաստանի անկախացումից հետո փորձեցինք ոչ թե մշակութային իմաստով համագործակցել, այլ մենք գնացինք գլոբալիզացիայի պարզտրամաբանությամբ եւ փորձեցինք համահարթեցնել։ Այսինքն մենք փորձեցինք դառնալ մասը գերակա մշակույթի, այն մշակույթի, որը թվացial հաղթողն էր։ Եվ դրա հետևանքով մենք այսօր ունենք նաև խորքային ճգնաժամ, որը կարելի է անվանել ինքնության ճգնաժամ։ Իդեպ այդ ինքնության ճգնաժամը երկու սյուն ունի, որը մի սյունը արժեշահային համակարգն է, երկրորդ սյունը ճանաչողությունը, որի մասին որ ես այսօր խոսեցի։ Հետևաբար մենք այս ժամանակաշրջանում ունենք շատ կարևոր մի առաքելություն, որ մենք պետք է կարողանանք խորքային իմաստով վերաիմաստավորել ոչ միայն մեր քաղաքականությունը, այլ նաև վերաիմաստավորել մեր հարաբերությունները բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ դա չպետք է լինի միայն քաղաքական մակարդակում եւ քաղաքական ասպեկտներով։ Դա պետք է լինի համընկրկուն մշակույթից սկսած, գիտությունով վերջացրած, նաև շատ ավելի տարբեր հարթություններում։ Քանի որ մենք այս ժամանակաշրջանում ունեցել ենք ռազմավարական եւ ունենք ռազմավարական շահի բազմաթիվ հատմանկետեր, բազմաթիվ համագործակցության հատմանկետեր, մշակութային ընդհանուր անցյալ, բայց ցավոք դրա ներուժի նույնիսկ նվազագույն մասը այս տարիների ընթացքում որևիցե կերպ չի օգտագործվել։ Եվ ամփոփելով ելույթս ուզում եմ ասել, որ այսօր կրկին միջազգային կարգի առանցքը ազգային պետությունն է։ Եվ իրականում համագործակցության կարելի է գնալ միայն այն պարագայում, մենք երբ խորապես ունենք պատկերացում մեր ազգային ինքնության վրա մասին եւ որևիցե կերպ մենք չենք փորձի գնալ համահարթեցման, այլ մշակութային հենքի վրա մենք կգնանք խորքային համագործակցության։ Միայն այս տրամաբանությամբ հնարավոր է փոխադարձ զորացնել եւ հաղթահարել այս անվտանգային գոյաբանական աննախադեպ ճգնաժամերը։ Շնորհակալություն։